Ես ուզում եմ հասկանալ ինչպես են գոյանում դրույքաչափերը, որոնք սահմանվում են։ Օրինակ, ինչու հենց 160,000, ոչ թե 150 կամ 200, ինչ հաշվարկների հիման վրա է դա։ Տրամաբանությունը ճիշտն ասած մինչև հիմա չեմ հասկացել, թե ինչու եւ ինչպես է սահմանվում այդ գումարը։ Նվազագույն աշխատավարձի հետ կապ ունի, թե ինչի հետ կապ ունի, եւ չեք կարծում, որ այսինքն որ մենք հիմա դնում ենք սաղ турքերը, վճարները բարձրացնում ենք, մենք դա տնտեսվարողներին չենք վատություն անում, մենք հիմա իրականում նաեւ շինարարության առումով քաղաքացիներին ենք վատություն անում, թե խանութները, սրճարանները, թե մարդիկ, որոնք գալիս էին մեքենայով կենտրոնում կանգնելու եւ այնտեղ աշխատում էին, նրանք բարձրացնելու են ծառայությունների եւ ապրանքների գները սովորական շարքային սպառողների համար։ Այսինքն արդյոք օրինակ էկոնոմիկայի նախարարության հետ, ֆինանսների նախարարության հետ նման քննարկում ունեցել եք, թե մենք չենք նպաստում գնաճի արհեստական։ Շնորհակալություն Տիկին Աբգարյան հարցի համար, նախ նշեմ, որ մենք օրենքով ունենք սահմանված առավելագույն դրույքաչափ 300,000 դրամ, տվյալ դրույքաչափի սահմանները մենք սահմանում, եթե ինչ-որ բան ենք սահմանում, 160,000 դրամի սահմանման համար հիմք են ընդունվել միջազգային փորձը, ինչպես գիտեք, հիմնական խոշոր քաղաքներում կենտրոնում կայանելը սահմանափակված է, դա եւ ժամային սահմանափակում է առկա եւ գումարային սահմանափակում, այսինքն կենտրոնում կայանելը միշտ համարվել է ավելի թանկ եղանակ, քան ծայրամասում կայանելը։ Եթե օրինակ միջազգային փորձով ենք նայում, մեր հարևան երկիր Վրաստանի մայրաքաղաքի որպես փորձ բերելով, Թիֆլիսի կենտրոնում կայանելու տարեկան վարձը 800 լար է։ Մոսկվայի դեպքում դա 400,000 ռուբլ է։ Այսինքն դա գալիս է այն մոդելից, որը մենք ուզում ենք ընդունենք։ Մենք, եթե նկատեցիք, ժամվա եւ օրվա համար սակագները այդպեսի կտրուկ աճ չենք տվել։ 100 դրամը դարձել է 300 դրամ, 500 դրամը դարձել է 1000 դրամ։ Այսինքն դա այն գումարն է, որ եթե քաղաքացին որևէ նպատակով գալիս է կենտրոն ինչ-որ աշխատանքի նպատակով կամ այլն, հնարավորություն ունի կայանելու անց որևէ լուրջ ֆինանսական բեռի։ Բացի այդ մենք ունենք այդ 15 րոպե անվճար կայանելու հնարավորությունը, միաժամանակ ավականու կողմից առաջարկվել է ներկայումս 24-ից 9 անվճար կայանելը դարձնել 22-ից 9, այսինքն քաղաքացին ժամը 10-ից հետո երեկոյան անվճար կայանելու հնարավորություն է ստանում կարմիր գծեր, այսպես կոչված կարմիր գծերում։ Մոդելը դա է ու հիմնական նպատակը, եթե մենք ինքը այսպես կոչված ֆիսկալ նպատակ չունի, հիմնական նպատակը տարեկան կայանելու հնարավորությունը սահմանափակելն է, հիմնական շեշտը դնելով ժամով եւ օրով կայանելու վրա։ Այսքանը։ Արձագանք եմ, Թբիլիսի օրինակը շատ լավն էր, ես էլ ճիշտն ասած միշտ փորձում եմ ոչ թե Լոնդոնը նայել, այլ հենց մեզ ավելի մոտ գտնվող եւ դուք եթե խոսում եք Թբիլիսիի մասին, դուք տեսել եք Թբիլիսի մետրոն ոնց է աշխատում, քանի րոպեում է գալիս եւ քանի վագոն է սպասարկում գնացքը եւ մեր մետրոյի այժմյան ցավալի վիճակը։ Այո, մենք գնում ենք վերազինման, գիտեմ, տեղյակ եմ, բայց դեռ պատրաստ չի մեր մետրոն սպասարկելու լրացուցիչ ու ուղևորահոսք։ Նաեւ տրանսպորտը Թբիլիսին ավարտել է արդեն իր խնդիրները, ունի նաեւ միասնական տրանսպորտային համակարգի, տոմսային համակարգը եւ պետք չի 80 ժամ մտնել հավելված, առնել տոմս, եթե մոռացել ես, շատ ավելի արագ քարտով արագ վճարում անցնում են։ Գուցե սկզբից դառնանք Թբիլիսի տրանսպորտի համակարգն ունենանք նոր։ Շնորհակալություն Տիկին Աբգարյան, դուք արդարացիորեն նշեցիք, որ Թբիլիսին խնդիրների մեծ մասը կարողացել լուծել եւ դա իր շնորհիվ նաեւ միասնական տոմսային համակարգի։ Հիմա մենք մեր մոտ նաեւ դա ենք ներդրել եւ փուլային տարբերակով արդեն 24 թվականին ամբողջական անցում են կատարելու միասնական տոմսային համակարգի։ Դա կբերի մի կողմից վնասաբերության նվազեցմանը, որտեղ 100 դրամ դրույքաչափ օրինակ մետրոյի համար ինքը չի ծածկում այն ծախսերը նվազագույն, որոնք կատարվում են մետրոյի վրա։ Եվ Թբիլիսին այդ առումով միասնական տոմսային համակարգով այդ խնդիրը լուծել է։
եւ կարողացել բավարար ֆինանսավորում ապահովելով զարգացնել իր մետրոպոլիտենային ցանցը, որի հնարավորությունը մենք 100 դրամ ծրագրի պարագայում ցավոք չունենք։ Դա փուլային լուծում է ամեն դեպքում, հիմա կոնկրետ մենք վճարն ենք բարձրացնում, որը թույլ կտա որոշակի առումով ծանրաբեռնվածություն թեթևացնելով խթանել հասարակական տրանսպորտի զարգացմանը։